Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Մենք կտրուկ կբարձրացնենք պետական կառավարման արդյունավետությունը։ Կառավարությունը ես եմ ներկայիս հայտարարակ ուսապարկային մոդելը պետք է փոխարինվի կառավարությունը մենք ենք կոլեգիալ ներառական մոդելով։ Կառավարությունը կրկես չէ, իսկ վարչապետը ծաղրացու չէ։ Իսկ երկրի բյուջեն վարչապետի ազնական գրպանը չէ, որից սնվում է իր ամբողջ թայֆեն։ Այստեղ մենք իրական կարգ ու կանոն կհաստատենք, վստահ եղեք։ Մենք կապահովենք տնտեսական թռիչքաձև աճ, ճիշտ այնպես, ինչպես արդեն արել եմ 98-2008 թվականներին։ Այն ժամանակ Հայաստանը մտնում էր աշխարհի ամենից արագ զարգացող պետությունների տասնյակի մեջ, իսկ վերջի 5 տարին հինգյակի մեջ։ Մենք պետք է ստեղծենք ժամանակակից մրցունակ արդյունաբերություն և գյուղատնտեսություն, որոնք ունակ կլինեն արտահանել ապրանքներ արտաքին տարբեր շուկաներ։ Սակայն տնտեսության աճը չի կարող ինքնանպատակ լինել։ Աճը պետք է անմիջապես արտացոլվի մեր քաղաքացիների կենսամակարդակի վրա։ Իմ օրոք Հայաստանի տնտեսությունը աճեց 6 անգամ, միջին աշխատավարձը աճեց ևս 6-պատիկ։ Հիմա չենք կարող խոստում վերցնել 6 անգամ, բայց շեշտակի աճ ի վիճակի ենք ապահովել։ Երկիրը կրկին պետք է դառնա գրավիչ հայրենական բիզնեսի և օտարերկրյա ներդրողների համար։ Այստեղ մեծ դեր պետք է խաղա Սփյուռքը իր կարողություններով, կապերով և փորձով։ Հենց այն Սփյուռքը, որին այսօր ցանկանում են օտարել Հայաստանից։ Մենք տարեկան կստեղծենք, դա արդեն հայտարարվել է 35-ից 45 հազար նոր աշխատատեղեր, այնքան ժամանակ, մինչև գործազրկության մակարդակը կիջնի մինչև 5-6%, այսօրվա 14%-ի փոխարեն։ Սա ի վիճակի ենք մենք անել։ Սիրելի հայրենակիցներ, Հայաստանը ըստ սահմանադրության սոցիալական պետություն է։ Այս մարդիկ իշխանության են եկել արդարության մասին խոստումներով, բայց դարձան չարիք թոշակառուների և անապահով մարդկանց համար։ Հայաստանի յուրաքանչյուր 5-րդ քաղաքացին աղքատ է, բայց աղքատ է ոչ թե նրա համար, որ աղքատությունը իր գլխում է, այլ աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է։ Իմ նախագահության 10 տարիների ընթացքում միջին թոշակը աճեց ևս 6-պատիկ, իսկ աղքատությունը նվազեց 56%-ից մինչև 24%։ Ես գիտեմ, թե ինչպես դա կարելի է անել։ Մենք շեշտակի կբարձրացնենք բազային կենսաթոշակը և կսահմանենք պարտադիր ինդեքսավորում, որպեսզի թոշակները երբեք չարժեզրկվեն։ Կենսաթոշակի անցնելը պետք է լինի վաստակած հանգիստ, ոչ թե պատվիշ։